7 տարի առաջ այսօրը Երևանի եւ Հանրապետության այլ քաղաքների փողոցներում ցնցություն էր։ 10 տարվա պաշտոնավարումից հետո հրաժարական էր տվել Սերժ Սարգսյանը։ Հանրապետական իշխանության ռեժիմի տապալումը եւ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով կառավարման կանխումը Հայաստանի քաղաքացին տոնում էր շամպայնով, օրը ցերեկով հրավառություն անելով ու երկու պարով։ 7 տարի առաջ իշխանության եկավ հեղափոխական Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցների հետ խոստացավ առանցքային փոփոխություններ բոլոր ոլորտներում։ Հարյուրազարավոր քաղաքացիներ հավատացին Փաշինյանի խոստումներին եւ միացան կոռուպցիայի, թալանի, ընտրակեղծարարության, մարդու իրավունքների ոտնահարման, հեռախոսային արդարադատության ու արատավոր այլ երևույթների համար բարենպաստ պայմաններ ստեղծած իշխանությունների մերժմանը։ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ այլևս այդպես է։ Եվ ուրեմն գնացինք։ Շարժման մեկնարկը տրվել էր Գյումրիից Փաշինյանի եւ մի խումբ համախոհների քայլարշավով։ Փոփոխությունների ձգտող քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շուրջ 10 օր փողոցային պայքար էին մղում։ Երևանի փողոցներում երթևեկությունը կաթվածահար էր, հակաիշխանական բողոքի գործողություններն ուղեկցվում էին դասադուլներով եւ գործադուլներով։ Թիմակիցների կողմից անփոխարինելի հռչակված Սերժ Սարգսյանի դիրքերն այնքան էին թուլացել, որ նա Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ եթերում բանակցելու պատրաստակամություն հայտնեց։ 2018 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն ու Փաշինյանը դահլիճ էին մտել միաժամանակ նույն դռնից։ Թե մինչ այդ ինչ էին հասցրել քննարկել, անհայտ է, սակայն հրապարակային բանակցությունները 4 րոպեից տապալվում են։ Դեռ վարչապետի կարգավիճակում գտնվող Սերժ Սարգսյանը հեռանում է։ Ուրեմն ես ձեզ ասում եմ, պետության օրինական պահանջը չեք գործողությունները օրինական են, սպեսություն։ Այս հանդիպումից մի քանի ժամ անց դիմակավորված ԱԱԾ-ականները Էրեբունի վարչական շրջանից առևանգում են Նիկոլ Փաշինյանին։ Այս փաստը նպաստում է, որ հանրապետության հրապարակում հավաքված ընդվզող քաղաքացիների թիվը շեշտակի աճի։ 24 ժամ անց Սերժ Սարգսյանը հայտարարում է հրաժարականի մասին, հրաժեշտի ուղերձում գրելով Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Իշխանությունը կորցնելուց 4 տարի անց Սերժ Սարգսյանը բացահայտում է իր եւ 2018-ին առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի գաղտնի խոսակցությունից մի հատված, ըստ որի Հայաստանի ղեկը պետք է անցներ Կարեն Կարապետյանին։ Հրավիրել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ուղիղ նրան հարցրել, ասելով հետեւյալը, որ Կարեն ջան, պարոն վարչապետ, ես կարծում եմ, որ հանգուցալուծումը կարող է լինել իմ հեռանալով։ Պատրաստ ես արդյոք այս իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա։ Նա միջապես ասեց այո։ Սարգսյանի հրաժարականից հետո գործադիր իշխանությունը հանրապետականների ձեռքում շարունակեց մնալ մինչև մայիսի 8-ը։ Այդ ժամանակահատվածում եւս մեկ բանակցություն էր նախատեսվում շարժման առաջնորդի եւ գործադիր իշխանության միջև։ Ապրիլի 27-ին Մարիոթ հյուրանոցում նախատեսված էր հանդիպում Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի միջև, սակայն Կարապետյանը չներկայացավ։ Место господина Карапетяна занимает мой рюкзак։ Սերժ Սարգսյանի հրաժարականից 15 օր անց Նիկոլ Փաշինյանը հանրապետականի քվեների շնորհիվ ընտրվեց Հայաստանի վարչապետ։ Խորհրդարանում կողմ քվեարկեցին նաև Ծառուկյան դաշինքի եւ ներկայում Փաշինյանին անխնա քննադատող Հայ հեղափոխական դաշնակցության падգամավորները։ Իշխանափոխությունից 7 տարի անց վերստին ակտիվացել է հարցը։ Սերժ Սարգսյանն աջակցեց Փաշինյանին վարչապետ դառնալու հարցում, թե ոչ։ Վերջին շրջանում այս հարցն առավել ակտիվ շրջանառում են Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները։ Եվ ես տեսել եմ իշխանություն, երբ որ ակնհայտորեն հատուկ պահպանվող տարածք մուտքա գործել անձնավորությունը եւս 10 հոգու է, Նիկոլ Փաշինյանի մուտքը ռադիոտան մասին է խոսքը, եւ դրան չի հետեւել որևէ իրավական ոչ, ես չեմ ասում, որ այդտեղ պետքա Նիկոլ Փաշինյանին կրակեին, սպանեին, հարգելին արեք, բայց հատուկ պահպանվող տարածք է համարվում ռադիոտունը եւ դրան պետքա հետեւել իրավական գործընթաց։
Իշխանազրկվելուց 7 տարի անց Սերժ Սարգսյանն անձամբ է անդրադարձել այս հարցին եւ չտալով քոչարյանական թևի անունը գնահատական տվել իրեն վերագրվող մեղադրանքներին։ Նորից ու նորից միտումնավոր հրապարակ են նետվում, դուք բերեցիք Նիկոլին թեզը մաքրելու համար իրենց ոչ հեռու անցյալը։ Ինքը Փաշինյանը թեմային 1 ամիս առաջ էր անդրադարձել պատասխանելով Factor TV հարցին, թե ով ի վերջո իրեն բերեց իշխանության։ Այդ լուրջ չեք հարցնում։ Հա, որտեղ հիմա քննարկում կա։ Ո՞վ է քննարկում։ Քոչարյանականները ասում են ով է կներեք Ռոբերտ Քոչարյանը չէր իր ասուլիսում վերջերս տեսա հայտարարել, որ հարցրել եք դուք եք հարցրել թե ուրիշ մեկը, որ ասել են, բա ինչի պարտվեցիք ընտրությունները, ասեց որովհետև ժողովուրդը դուք եք հարցրել, ասեց որովհետև ժողովուրդը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին։ 7 տարի առաջ այսօր իշխանությունն անուղակի Փաշինյանին փոխանցելուց հետո Սերժ Սարգսյանն այսօր հայտարարում է, իր առաջնահերթությունն է նրան հեռացնել իշխանությունից։ Մեր նպատակակետը հստակ է եւ անփոփոխ։ Այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է։ Արդյոք Սերժ Սարգսյանը նպաստել է Փաշինյանի իշխանության գալուն։ Ինչու՞ էր Փաշինյանը ճիշտ, իսկ ինքը սխալ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հանրությունը հնարավոր է երբեք էլ չստանա։ Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Սերժ Սարգսյանին վերագրվող հանցագործությունների բազմաթիվ դրվագներից որևէ մեկով Սարգսյանն այդպես էլ չկանգնեց դատարանի առաջ։ Պարոն Սարգսյան, այդ ինչպես էր, որ Հայաստանի ազգային բանակի զինվորը մայկատ ռուսիկ չուներ, իսկ ձեր ընտանիքի անդամները միլիոնատերեր են։ Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռուպացված ընտանիք ա եղել եւ իրանք բոլորը պետք է իրենց թալանացը վերադարձնել։ Այդ նույն գործարաններին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է եւ ասել է հարգելի գործարաններ, ես չգիտեմ դուք ամիսը քանի անգամ ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտականություններով։ Ես հարցրել եմ եղել է այսպիսի մեխանիզմ եւ իրանք ասել են եղել է։ Այս եւ բազմաթիվ այլ մեղադրանքների ֆոնին Սերժ Սարգսյանին պատասխանատվության կանչելու փորձ արվեց։ Կես միլիարդ դրամ դիզվառելիքի գործով, որով էլ նա առաջին Այցյանի դատարանի կողմից արդարացվեց։ Ներկայում վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին Այցյանի որոշումը։ Սարգսյանին առաջադրված մյուս մեղադրանքն Իսակովի Պողոտայի եւ Եռաբլուր Պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարման գործով է։ Ընդգծենք, որ Սերժ Սարգսյանը 1 օր անազատության մեջ չի անցկացրել, իսկ համաժողովրդական շարժմամբ մերժվելուց հետո նա 6 ամիս շարունակեց ապրել Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ կառավարական առանձնատանը։ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իշխանազավթումից 7 տարի անց էլ նրան շարունակում է ներկայացնել որպես իր հիմնական մրցակիցներից մեկը, պարբերաբար նրան ու մյուս նախագաներին բանավեճի կոչ անելով։ Իրեք հատ մտքի տիտանը ասում են, ես այսօր գործ ունեմ, ես այսօր բան, այն մեկն ասում է, մեկ բոլորը ասում են բան, բոլորն ասում են, մենք իր հետ բանավիճելու բան չունենք։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այժմ պատրաստվում են 2026 թվականին կայանալիք ազգային ժողովի ընտրություններին, որոնց ընթացքում մրցակցությունը ըստ ամենայնի կլինի Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի եւ այս երկու ուժերի կապվածության մասին բարձրաձայնող Ռոբերտ Քոչարյանի հետ։